Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շատ շուտով հեռուստասերիալի դերասանական կազմին միանալու է ևս մեկ սիրված դերասան։ Իհարկե դեռ ինտրիգը պահպանվում է, ով է մարմնավորելու նոր կերպարին և լինելու է դրական թե բացասական դեռ գաղտնի է պահվում, բայց շատ շուտով ամեն ինչ հետաքրքիր ձևով բացահայտվելու է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և միացեք մեր ալիքին։ Դերասանուհի Թամի Սահակյանը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու մասնակցում է նկարահանումներին, այդ է պատճառը, որ հեռուստադիտողներն արդեն դիտում են նրա մասնակցությամբ տեսարանները։ Վռամը հիվանդանոցում է, ծայրահեղ ծանր վիճակում, նրան վիրահատության են ենթարկել և բավականին ծանր, ժամեր առաջ նույնիսկ սրտի կանգ էր գրանցվել։ Բայց Սոնան Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադարձավ այն բանից հետո, երբ իմացավ, թե ինչ է կատարվել Վռամի հետ, դեմ գնալով իր ընտանիքի անդամներին։ Նա այժմ էլ տնից փախել է, որպեսզի Վռամին գոնե մի քանի րոպեով տեսակցի։ Նա հեռախոսազանգի միջոցով Նարեից տեղեկացավ, որ Նարեն միայնակ է հիվանդանոցում ու առաջին բանը, որ արեց, շտապեց հիվանդանոց Վռամի մոտ։ Իհարկե նա շատ լավ հասկանում է, որ Նարեի ընտանիքն այդ ամենին դեմ է, բայց իր սիրած տղային մենակ թողնել չի կարող, և նա մտնում է հիվանդասենյակ, իր սերը խոստովանում է Վռամի հանդեպ ու խնդրում, որպեսզի իրեն մենակ չթողնի և պայքարի իրենց երկուսի համար էլ։ Նա ասում է, որ ճիշտ է ուշացած, բայց հիմա իր սիրելիի կողքին է ու չի պատրաստվում նրանից հեռանալ ոչ մի պարագայում։ Եվ ինչպես ենթադրել էինք և մենք, և հեռուստադիտողներից շատերը, Սոնայի ձայնն ու ներկայությունը կփոխի իրավիճակը, Վռամը կապաքինվի։ Եվ առաջին նշանները, որ նա զգացել է Սոնայի ներկայությունն ու կամաց-կամաց ուշքի է գալու նրա մատերի շարժն էր, և բժիշկն այդ ամենը նկատեց և բնականաբար նրա դեմքին հայտնվեց ժպիտ, և դա ասում էր ամեն ինչ։ Վռամի ու Նարեի մայրը բնականաբար դեմ էր, որպեսզի Սոնան գա Վռամի մոտ։ Նա հասկանում է, թե ինչ կկատարվի, երբ բոլորն իմանան ճշմարտությունը, իմանան, որ Սաքոն սպանել է Աշոտին։ Բայց Նարեն նրան տեղեկացնում է, որ Վռամը սրտի կանգ է ունեցել ու ոչ ոք չգիտի, թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է տեղի ունենալ, և հնարավոր է, որ հաջորդ վայրկյանն այլևս չլինի։ Մյուս կողմում էլ Հայկն է, Վարոն ու Միքոն։ Վարոն վերցրեց ամեն ինչ իր վրա ու նորից բանտում հայտնվեց։ Իհարկե Հայկը չի կարող ձեռքերը ծալած նստել, քանի որ նա հասկանում է, որ ընկերն իր պատճառով է հայտնվել բանտում և դանակի վրա իր մատնահայտքերն էին, և հասկանում է, որ այս ամենը Վարոն է կազմակերպել, որպեսզի հենց ինքը հայտնվի բանտում, ոչ թե Հայկը։ Վարոն նրան ասում է, որ իրեն ոչ ոք չունի սպասող, բայց Հայկին ունի շատ սպասողներ և հետևաբար նա պետք է դրսում լինի։ Բայց Հայկն էլ խղճին ծանրացած է այդ ամենը և բնականաբար նա ընկերոջը մենակ չի թողնի ու քեռին խոստանում է, որ ամեն ինչ կհարթի և ամեն ինչ կանի, որպեսզի Վարոն դուրս գա բանտից։ Արմոնն էլ Սաքոյին խոստովանում է իր հետ կատարվածը։ Հայկն էլ մեղադրում է Ադամյաններին, մտածում, որ Արմոն նրանց ուղարկածն է, բայց Ադամյաններն այս պահին որևէ կապ չունեն դրա հետ։ Սաքոն խառն է որդու առողջության հարցերով, նա քնում ու արթնանում է հիվանդանոցում։ Հատկապես կնոջ մեղադրանքներից հետո նրա խիղճն իրեն հանգիստ չի տալիս, չնայած որ արտաքինից ցույց չի տալիս։ Իհարկե Նարեն նրան խաբում է ու ասում, որ Աշոտի մահվան մասին տեղեկությունը նրան Քաջիկն է հայտնել, բայց հեռուստադիտողները շատ լավ գիտեն, որ այդ տեղեկատվությունը Նարեին ոչ թե Քաջիկը, այլ Արմոն է ասել։ Թե ինչու Նարեն չի խոստովանում հորն այդ ամենի մասին, բնականաբար բոլորին հայտնի է։ Նարեն վախենում է, քանի որ Արմոն իր ձեռքին ունի հետաքրքիր խաղաքարտեր, որը ցանկացած պարի կարող է բացահայտել, և բնականաբար բանտում է հայտնվելու իր հայրը, Հայկն իմանալու է ճշմարտությունն ու իրենից երես թեքի։
Նարեն հավանաբար այդքան չի վախենում հոր բանտում հայտնվելուց, ինչքան այն բանից, որ Հայկը կիմանա ճշմարտությունը և երես կթեքի իրենից, չէ որ երբ նա իմանա, որ Սաքոն է սպանել իր հորն ու թաղել, ու այսքան ժամանակ նրանք մեղադրել են հորն անտեղի այն պարզ պատճառով, որ նրանք տեղյակ չեն եղել կատարվածի մասին, բնականաբար նրանց միությունն այլևս անհնարին կլինի։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ համար մենք կպատրաստենք նոր տեսանյութեր նոր գաղտնիքների բացահայտումներով, որոնք հաստատ կարդարացնեն ձեր սպասելիքները, այնպես որ սպասում ենք ձեր մեկնաբանություններին, սեղմեք զանգակոճակը, որպեսզի նորությունները առաջինը դուք ստանաք։